Բարև բոլորին, այսօր պատրաստելու եմ մեղրով տորտ։ Վերցնում ենք 4 հատ ձու, այստեղ ավելացնում ենք շաքարավազը, սա խմորն է, այստեղ ավելացնում ենք 3 ճաշի գթալ մեղր, պնդացել է, բայց ոչինչ։ Եվ դնելու են գոլորշու վրա, անընդհատ խառնելով, այսպես։ Մի քիչ ջուր ենք լցնում ուրիշ ամանի մեջ և կաթսան դնում ենք այսպես, որ գոլորշիով հալվի շաքարավազը և մի 10-15 րոպե, այսպես շաքարավազը արդեն հալվել է։ Հիմա 1 թեյի գթալ սոդայի վրա կավելացնենք 1 ճաշի գթալ քացախ և կավելացնենք այստեղ։ 2 րոպե էլ այսպես կխառնենք։ Մեկ 2 րոպե, երկար չենք թողնելու։ Տեսեք, բարձրանում է արդեն և գույնն էլ է փոխում։ Վերջ, կանջատենք կրակը, մի փոքր գոլանալուց հետո քիչ-քիչ ավելացնում ենք ալյուրը և հունցելու ենք փափուկ խմոր։ Ինքը որ մնում է շատ է սառում, հետո ճաքճքում է խմորը, պետք է արագ պատրաստենք։ Բաժանում ենք 4 հավասար մասերի և կրկնակելու ենք։ Իմ ձևամանը 40-ը 30-ի վրա է չափսը, 4 հատ լավ մեծ գունդ է ստացվում։ Մի քիչ ալյուր կանեք, յուղաթուղթ պետք չի, ջեռոցը նախօրոք տաքացնում եք, 180 ջերմաստիճանում է թխվելու, մոտ 5-ից 10 րոպե։ 3 հատը արդեն պատրաստ է, տեսեք ինչպիսի գեղեցիկ շերտեր են ստացվում։ Այսպես անում եք և շատ հեշտությամբ դուրս է գալիս։ Հիմա պատրաստելու եմ եփովի կրեմը։ Վերցրել եմ 200 գրամ շաքարավազ, 100 գրամ ալյուր։ Խառնում ենք։ Եվ քիչ-քիչ ավելացնելու եմ կաթը, 500-ից 600 միլիլիտր։ Մարմանդ կրակի վրա անընդհատ խառնելու եմ մինչև պնդանա։ Արդեն լավ պնդացել է, կրակից հանում ենք, թողնում ենք մի փոքր սառի։ Կավելացնեմ 1 թեյ գթալ վանիլին և կարագ 300-ից 350 գրամ։ Քիչ-քիչ ավելացնելով հարելու եմ հարիչով։ Մի քիչ սառելուց հետո տեղափոխում ենք ապակյա տարայի մեջ, ծածկում ենք և թողնում ենք մի փոքր սառի։ Բոլոր շերտերը հավասարաչափ
կտրատում ենք, կողքերը հանում ենք, այսպես փշրանքների ենք վերածում։ Հիմա հավաքելու ենք մեր տորտը։ Շերտ կրեմը քսում ենք, լիստերը դնում ենք։ Վերջ պատրաստ է, արդեն վերջնական տեսք ենք տալիս, փշրանքներն ենք փշրում, այսպես։ Վերջ պատրաստ է ամբողջությամբ, տեսեք ինչպիսի գեղեցիկ շերտեր է ստացվել։ Անպայման պատրաստեք, ձեզ շատ դուր կգա։ Այսքանը, բարի ախորժակ, ցտեսություն։